Եղեք, էս ինչ է։ Երեխեք, էխոյի ապարատի անման։ Մի րոպե։ Ստեղ ինչ-որ բան կա, այս երևի հագնում է մատին, հա։ Եթե հագնովի, ուրեմն տղամարդկանց էխոյի ապարատն է։ Երեխեք, չէ, էխոյի ապարատը բեմի վրա ինչ գործ ունի։ Ինձ թվում է սա գաղտնալսման սարք է, պրասլուշկա էլի։ Տոմը չկա, մենք իհարկե բոլորս էլ գիտենք, որ դուք այդ սարքերից լավ եք հասկանում, գիտենք, բայց մենք բոլորս արդեն միկրոֆոններով ենք, բոլորը մեզ լսում են։ Մի հատ փորձեմ էլի։ Ինչու՞։ Մաշ, բա դու չես ուզում փորձես։ Ոնց փորձեմ։ Ասած կծես համը տեսնես էլի։ Լսի այ ժուշոկ, ես գիտեմ այս սարքը ինչ է այնտեղ դրել, որ վերցեմ տամ գլխիդ։ Լավ էլի ժողովուրդ, մի րոպե վերջ տվեք էլի ձերս հավերժական պատերազմին, հարգելի մախ եւ գաղափար։ Վայ, Զարա խառնեցիր, ոչ թե մախ եւ գաղափար, այլ մաշ եւ Ղարաբաղ։ Բարև ձեզ ծտեր։ Լուիզա, էս ինչ է պատահել, կյանքում առաջին անգամ ես կոմպլիմենտ արեցիր։ Հա? Դե թե ջայլամը, բուն, լորը, հավը, կաչաղակը ու անգղը կոմպլիմենտ է, կարող եմ ամեն օր ասել։ Ձեր այդ մեծամտություն կարող է իմանաք այս սարք ինչի համար է։ Ստի դետեկտոր է։ Սրանով ստուգելու եմ, թե ով է սուտ խոսում։ Բայց ինչի սուտ խոսալը ստի դետեկտորով են ստուգում։ Հա, բայց ինչով։ Դե ես փոքր ժամանակ սուտը ստի մամայով էի ստուգում։ Մաշ ջան։ Մաշ ջան, մի րոպե սպասի տեսնենք այս Սերսեյա Լանիստերը ինչ ասում։ Երեք գիշերը, ժամը 3-ի սահմաններին, իմ հեռախոսահամարի վրա զանգ եկավ։ Ինչ-որ մի անծանոթ ձայն ասաց գնամ դուռը բացեմ։ Գնացի բացեցի, ու ինչ։ Դրան վրա ինչ-որ մեկը գրել էր պարավ։ Էլ ինչի ես նեղվում, տարիքիցը ջայլ բան են գրել։ Լսի, այս զարազա, ես կատակ չեմ անում, հենց առաջինը քեզնից էլ սկսելու եմ, եղավ։ Բայց քեզ ով ասեց, որ դու կարաս ինձ ստիպես, որ ես ստուգվեմ։ Հա? Դե տեսեք ստիպելը ոնց է լինում, դիմավորեք, Չարենց։ Վայ, Լիզա, ժամանակ ես գտել ստենդափ հանելու։ Ես դեմ որ չած են քննարկում, դու Չարենցին կանչում ես, որ ստենդափ հանի։ Լիլի սուս էլի խնդրում եմ։ Չարենց։ Լուիզա, մի րոպե, հա։ Ուրեմն մենք աղջիկներով չենք կարում այդ հարցը լուծենք, որ Չարենցին անհանգստացնում ես։ Հաստատ այդ մենք չենք կարել, չէ՞ աղջիկներ։ Դե Զարջան, եթե դու չես արել, մենք հաստատ չենք արել։ Այ մարդ, ես իմ վրա վստահ եմ, հա, եկեք ինձ այնց սկսենք։ Բայց աշխատում է այդ սարքը։ Հիմա կստուգենք։ Զարա, դու ինձ սիրում ես։ Անչափ։ Սխալ պատասխան, շատ լավ է աշխատում սարքը։ Հաջորդ հարցը, Զարա, երեք գիշերը ժամը 3-ին, ինչ էիր անում։ Բանը։ Բարև ձեզ աղջիկներ։ Բարև։ Այս նոր ներկայացում եք դրել։ Չէ։ Բայց ինչ թատրոն է։ Կարջան, ուղղակի գիշերը ժամը 3-ին մեկը դրանից վրա գրել էր պարավ ու չքվել էր։ Հիմա այս ստի դետեկտորով ուզում եմ տեսնեմ ով է այդ եղել, էլի։ Լուիզա, այս սարքի կարիքը ընդհանրապես չկա։ Ես ինքս հիմա ամեն ինչ կճշտեմ, ինձ հնարավոր չի խաբել, ես մի անգամից հասկանում եմ ով է սուտ ասում, ով ճիշտ։ Հաստատ։ Հաստատ։ Կարեք ինձանից սկսեք։ Եթե ես Լուիզային բան ունենայի ասելու, ես դրան վրա չի գրի։ Ես մի անգամից կգնայի, պրիմոյ ճակատին կգրեի։ Դե մի հատ ճակատագիրուց փորձի։ Մարդ ջան, ինչ էիր անում երեք գիշերը ժամը 3-ին։ Կար, եթե ասեմ, որ սառնարանի դուռը բացել էի, ինչ կա, չկա, ուտում էի, կհավատաս։ Հա։ Դե ուրեմն ասում եմ, սառնարանի դուռը բացել էի, ինչ կա, չկա, ուտում էի։ Ճիշտ է։ Սոնա, ինչ էիր անում երեք գիշերը ժամը 3-ին։ Ես տանը քնած էի։ Հա, իմիջիայլոց Facebook-ում չեքին եմ եղել, կարեք մտնեք նայեք։ Ճիշտ է։ Լիլի, ինչ էիր անում երեք գիշերը ժամը 3-ին։
էի։ Սուտ է։ Քնած էի, բայց տանը չէ։ Ճիշտ է։ Լուիզա, ինձ թվում է Անահիտին հարցնելու կարիք չկա, մարդը 4 երեխա ունի, ամեն ինչ պարզ է։ Չէ, ինչի՞ մի հատ հարցնենք, էլի։ Անահիտ, ինչ է իրանում երեք գիշերը ժամը 3-ին։ Ամուսնուս հետ փաբում տեկիլա ենք ծվցնում։ Ճիշտ է։ Տոմա, ինչ է իրանում 3 գիշերը ժամը 3-ին։ Ես Facebook-ում fake edge-ով ինձ լավ կոմենտներ էի գրում։ Սուտ է։ Facebook-ում fake edge-ով Մաշային վատ կոմենտներ էի գրում։ Ճիշտ է։ Ու մնաց Զարան։ Զարա ջան, ինչ է իրանում 3 գիշերը ժամը 3-ին։ Հա։ Ասում եմ 3 գիշերը ժամը 3-ին, ինչ է իրանում։ Կարճան, ինչ պիտի անեի գիշերը ժամը 3-ին։ Գեղեցիկ իմ համար քնած էի։ Ճիշտ է ասում, Լուիզա ջան։ Հաստատ։ Հաստատ։ Ու դու ինչ ես մտածում, որ քեզ չսիրողները բոլորը ստեղ են հավաքվել։ Դու կամերային թատրոնում ես, չէ՞ աշխատում։ Հա։ Բա մի հատ ընդեղ էլ փորձի, ես հաստատ համոզված եմ, ընդեղից է լինել։ Լավա չասեցիր պահմտոցի անձնակազմիներ ստուդիան։ Իմիջայլոս տարբերակ է, Լուիզա ջան։ Գնացեք պատրաստվելու, արագացրեք։ Կարճան, մերսի շոտ, օպրես փրկեցիր ինձ։ Հաջորդ անգամ էլ տենց բան չանես։ Բայց ասա որ զվարճալի է։ Ասեցի հաջորդ անգամ էլ նման բան չկրկնվի։ Նորույթ շուկայում ջինջ մրգողիներ արտադրված միայն մրգերից։ Բարի երեկո, բարի գալուս Women's Club։ Այսօր շաբաթ է եւ դուք միացել եք Շանթ հեռուստաընկերություն։ Բեմում մենք ենք, իսկ դա նշանակում է, որ մոտակա 1 ժամը լցված է լինելու ծիծաղով եւ բարձր տրամադրությամբ։ Սիրելի հանդիսատես, սիրելի հեռուստադիտող չչարաշահենք ձեր համբերությունը եւ բեմը տրամադրենք միանգամից ամենապոնչին ու ամենագրիգին ձեր բարձր ծափահարությունների ներքո։ Գնացինք։ 11 վայրկյան։ I'm ready։ Բարի երեկո, ամենագլամուրային ու մուրայնակում ոնց է տրամադրությունը։ Հրաշալի է տրամադրությունը։ Ես ու Պոնչը ներկայացնում ենք իրավիճակներ, որից հետո ներկայացնում ենք թե ինչ է տեղի ունեցել այդ իրավիճակներից 11 վայրկյան առաջ։ Սովորել է, սախ։ Եվ էլ ինչ Women's Club առանց գեղեցիկ սերի ներկայացուցչի։ Դրա համար ես ձեր ծափարությունների ներքո այստեղ եմ ուզում հրավիրել Տոմային։ Լավն է, չէ, Տոմայի բոթասները։ Այո, վերով առեն։ Եզակի ուրախ Ղարաբաղցիներից մենք։ Շատ լավ, եւ այսպես միանգամից սկսենք։ Ուրեմն առաջին 11 վայրկյանը փողոցում։ Արա ինչ ես բրտում, տենում ես քայլում եմ։ Յարա, բա ինչ ես քայլում, տենում ես բրթում եմ արա։ Արա ինչ ես բրտում, տենում ես քայլում եմ։ Բա ինչ ես քայլում, տենում ես բրթում եմ արա։ Բա ինչ ես բրտում, տենում ես քայլում եմ։ Ինչ ես քայլում, տենում ես բրթում եմ Արա ինչ ես բրտում, տենում ես քայլում եմ։ Բրթում եմ։ Ինչ ես բրտում, տենում ես քայլում եմ։ Բրթում եմ արա։ Ինչ ես բրտում, արա տենում ես քայլում։ Այս իրավիճակից 11 վայրկյան առաջ։ Բրթեմ ավտոն։ Ապերվի քայլի։ Արա ինչ ես բրտում, տենում ես քայլում եմ։ Ինչ ես քայլում, տենում ես։ Մյուս 11 վայրկյանը պատկերացրեք մի այլ տիպի գժված ամուսինը։ Հավի պետք է տղա ունենանք։ Լավ, էլի ժամանակից գտենք։ Աղջի ես վաղ գործ եմ, հավի պետք է տղա ունենանք։ Դու միշտ էլ գործի ես այդ տղա ինչ ես սկսում են, լավ էլի Համլետ։ Որս Սարևիչ, Համլետ, ասում եմ հավի պետք է տղա ունենանք։ Չեմ հանվում, ամոթ հավա։ Աղջի առանց հավել բակալի տղա ունենանք։ Չլինի, ես այդ չեմ
հանվելու ընդհանրապես ամոթա խայտարակ ես անելու։ Աղջի, մի գործիկը, աղջի, հանվի։ Չէ։ Հանվի։ 11 վայրկյան առաջ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ դուք երեխայք ունեցել։ Ինչ հա։ Աղջիկ։ Հլենկոն։ Աղջի հանվի պիտի տղա։ Հաջորդ 11 վայրկյանը պատկերացրեք զորամասում։ Զինվորը թերախոսը ես պահում միատուր զինվոր։ Իմը թերախոս չկա պարոն գեներալ։ Զինվոր տեսել եմ հեռախոս կարը, խփում ես զինվոր հեռախոսը տուրի է։ Խփում ես լավիկներին, զինվոր հեռախոսը է։ Լավելի զինվոր հեռախոսը սպա է տեսել եմ զինվորը մեզ մեյա զինվորի վե զինվոր։ 11 վայրկյան առաջ։ Հա, կին, ինչ բերեմ հետս, բուխանկա, մատնակաշ, զինվոր հեռախոսը տուստ է։ Ինչ հեռախոս, տեսել եմ զինվոր։ Եվ այսպես, մյուս 11 վայրկյանը պատկերացնեք ամուսինը և կինը։ Արա, էլի տոշտի գեղավն է։ Ասա, որ ինքն է։ Լրիվ գեղավն է։ Ոտից գնում գեղավն է։ Էդը այս զոզվելի լեղտիկ մասն է։ Տոշտի գեղավն է։ Տոչնես ես համը Կոպյա գեղավն է կնիկ, արա։ Զարմար։ 11 վայրկյան առաջ։ Արտաշ, Աջան։ քեզ կարևոր բան ունեմ ասելու։ Հələ։ Այն երեխեն է, այսինքն մեր երեխեն էլի։ Էսի։ Հա, քեզանից չի, գեղամից է։ Արա, էլի տոշտի գեղավն է։ Մյուս 11 վայրկյանը։ Արա այդտեղ կնգավրես մունատ գալի արա։ Կներես սավը տանեմ։ Կներեսը ո՞րն է, դու եսին կնգավրը մունատ ես գալի։ Պրոստը կետասը գերերիդ կարսես պրոստը արա։ Կտան արա։ Ձե իե։ Ում կնգավրես մունատ գալի։ Սավը տանեմ, պրոստ։ Աշկերդ կպլոք եմ արա։ Յանգս։ Մյուս անգամ էլ ես մունատ եկի գլուխդ կջարդ։ Գնա քո տարած։ 11 վայրկյան առաջ։ Մամ։ Ջան։ Ես շալկրս քիչ ես լվաց եմ, մամ։ Արա դու կնգավրես մունատ գալի։ Կներես սավը։ Մյուս 11 վայրկյանը։ Աղջես դավաճանում ես աղջի։ Արա լավ էլի սուրո։ Արա, Ինչ դե մի։ Արա դավաճանում անձի։ Արա չի։ Հատի սպանեմ ես։ Սուրո չես դավաճան։ Լեփի խալ Դավաճանում արա։ Դու սուրո։ Մեզ ես դավաճանում։ Արա ոչինչ արա մեր ուրիշ հետ կփսակվես այս։ Դու իմ ընկերն ես, բայց իսկ ինչ դավաճանում։ Արա ես քո ընկերն եմ, ես քո կյանքի Մերեմ սուրո ընկերն ես, բայց ինքես դավաճանում։ Սուրո թարգի սուրո դավաճանում։ Արա պրոստը ես եմ տեսել ինչեր ես արել։ Արա դավաճանում, արա սպանեմ սրան։ Արա ես սպանես արի դարը շարը։ Սով արա դավաճանում անձի։ Քելելի քելեթա։ Արա սով Արա արա։ պրոստը որ ջոգում եմ քեզ ա դավաճան է։ Աբա ասի չէ, ասի ապի խաթրա բերի։ Իմ խաթլսը վիճակը։ Սով արա, սով արանես։ Գնա, լավ։ Սով, բայ, ընդեգինա։ Արա։ 11 վայրկյան առաջ։ Ազի։ Աշես դավաճանում ես։ Արա պրոստը մեզ Հոմատի սպանեմ սրան։ Մերսի շատ այսքանն էին այսօրվա աննորմալությունները, իսկ ձեզ հետ էին Պոնչը Գրիգը ու Տոմա Պետրոսյանը։ Շնորհակալություն մեր աննորմալներին, Պոնչ Գրիգ, Տոմա Պետրոսյան։ Շնորհակալություն, շարժվենք առաջ, մենք սիրով շարունակում ենք ներկայացնել Women's Club-ի գործընկերներին։ Եվ այսօր Women's Club-ի հյուրն է վերջապես Beauty Fabric գեղեցկության սրահը, Աշխեն Կոստանդյան, Make-up Աշխեն ավելի հայտնի մեր բարձր ծափարությունները ձեզ։
Այն գեղեցիկ նրբագեղ դիմահարդարումը, որը անում են Ինձ չէ, աղջիկներին։ Այո, մեր Women's Club-ի աղջիկներին անում են Beauty Fabric Salon-ի։ Եկեք ծափարենք։ Հրաշագործները, մեր ծափարությունները ձեզ։ Բարի երեկ։ Բարի երեկ։ Ոնց եք։ Շատ լավ ու ուրախ եմ, որ ձեզ հետ հիմա այստեղ եմ։ Շատ լավ, Աշխեն ջան, ինչ նորություններ կան մեյքափի ասպարեզում։ Ես ու Չանեցը որպես գիտակ գիտենք շատ լավ։ Բայց ավելի մանրամասն ինչով է զբաղված Espain Beauty Fabric-ը, ինչ է անում, քանի տարի է գործում է։ Beauty Fabric-ը արդեն 2 տարի է գործում է Երևան քաղաքում, մինչ այդ 8 տարի առաջ արդեն բացվել էր Աբովյան քաղաքում։ Շատ նկարահանումներ, աշխատում ենք ձեզ նման հաճելի մարդկանց հետ, բնականաբար արդեն ուրախ։ Այսինքն տեսահոլովակներ, տեսահոլովակներ, բազմաթիվ տեսակի նկարահանումներ։ Այսինքն կարելի ասել, այն եզակի մարդկանցից եք, ովքեր գիտեք մեր երգչուհիների իրական դեմքը։ Այո։ Այո։ Եվ երգիչների։ Իհարկե։ Իսկ կան երգչուհիներ, ովքեր երգիչ են իրականում։ Այդ մասը ճիշտ իմը չի։ Ես արտակնապես վստահ եմ, որ մեր բոլոր երգչուհիները գեղեցիկ են։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս ծափարենք Աշխենին, որովհետև Աշխենը Beauty Fabric, այսինքն Աշխենը 2018 թվականին Փարիզում կայացած աշխարհի առաջնությանը 80 երկրների մեջ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Մեր բարձր ծափարությունները։ Բրավո։ Իսկ այն վերևի երկուսը ովքեր էին, Աշխեն ջան։ Ռուսաստանը, Ուկրաինան եւ նոր Հայաստանը։ Հա, լավ, տղել է քաղաքը։ Մեյքափի աշխարհում էլ է քաղաքականությունը։ Պուտինը, հա, Պուտինը։ Պուտինը հետ Ուկրաինան մեղ կավ, հա, Հայաստան։ Բեմական մեյքափից շատ ուժեղ են Ռուսաստանի մասնակիցները։ Հասկացա, իսկ հետաքրքիր աշխարհի առաջնությունը ինչ տեսք ունի մեյքափի։ Մենք միշտ տեսել ենք ուժային աշխարհի առաջնություններ, որ օրինակի համար ծանրամարդ, ասենք են որ չէ, ծանրաձող են բարձրացնում ու միշտ կողքից ոգևորող կա, չէ, բայ, մարզիչը, ձգե, բայ։ Մեյքափում ոնց է լինում, կա կողքից ոգևորող, քսե, Աշխեն ջան, քսե, կոնտուրները, Աշխեն ջան, սկուլեքը, ֆիքսացիա, ընդից կողքից Գիլոյանը, կեցես Աշխեն։ Եղելա։ Կլինի։ Մենք շատ մեծ թիմով ենք մեկնում եւ միշտ ունենում ենք թիմագիծներ, ովքեր իհարկե ոգևորում են, խրախուսում են, իհարկե։ Աշխեն ջան, ինչքան է տևում միջին մեյքափը ժամանակը, որ աղջկան մեյքափ է կանում, ինչքան է տևում։ Մի ժամ 15 րոպե։ Իսկ լվացվելը։ Այդքան էլ լվացվել է։ Իսկ իմաստը։ Խափում են տղաներին։ Անկեղծ Աշխենին ծափար է։ Այո, միան իսանը։ Իսկ որքան պետք է մնա դիմահարդարումը իրականում օրենքով։ Օրենքով 8-ից 10 ժամ, եթե ավել մնաց։ 10 ժամ։ Այս աղջիկներն գիտեմ, որ ցես քնում են, արտանում են։ Այսենց։ Մյուս օրը նորից են քնում, արտանում, մյուս օրը նորից են ցես քնում, արտանում, 4-5 օր, գիտեմ։ Լավ, իսկ ամենաարագ մեյքափը ինչքան է տևում։ Սենց որ ինչ որ մի բան փոխեք, սենց դիմագից փոխեք, ինչ որ մի բան կարողանաք ստանալ։ Ամենակարևորը կարծում եմ հայացքը, աչքերը վեր բարձրացնելն է, ձիգ։ Երևի 1 րոպե։ 1 րոպե։ 1 րոպե։ Բայց մի քիչ պետք է խափեմ։ Ինչ խափեք։ Ասեք, դե լավ, սիրուն ես։ Չէ։ Լավ է։ Մեյքափով չէ, բայց կխափեմ։ Եթե շատ կարճ ժամանակ ունի, հիմա փոքր շտրիխով կկարողանամ։ Էքսպերիմենտ անենք։ Անենք։ Ինձ մի նայ։ Հրավիրենք բեմ մեր աղջիկներից մեկին։ Եկեք հրավիրենք։ Ես ուզում եմ հրավիրենք մի մարդու ում ծննդյան օրն է այսօր իրականում։ Բարձր ծափարենք Սոնային։ Շնորհավոր ծնունդը Սոն ջան։ Մերսի։ Շնորհավոր։ Աշխեն ջան, խնդրենք ես բեմը արտակ բարձրացիր։ Իր բարագաներով, նայ, տես, բարագանը եթե պետք է ես պահեմ, ըհը։ Տեսնենք արագ մեյքափ հենց հիմա։ Ամենաարագ մեյքափը։
որ մեկը փողոցում մոտենա ասի Աշխեն ջան, հենց հիմա ժամադրությանը մի բան փոխի էլի իմ դեմքի վրա։ Հետ ի՞նչ է։ Սենց բան չեք տեսել։ Ծնունդիդ կուլոնն է, նվերն է։ Տեսեք, կարող եմ հայացքը մի անգամից։ Ահա։ Այստեղ ամրացնում եմ այս կողմից։ Ոնց հա կոչվում էսի տերդ մեռնի գիտություն։ Ինչ է։ Վայ։ Ու ինքը սենց գնում է ժամադրության։ Այս սարքը հաճի։ Հայտնի մազերը։ Սրա վրա կարող եմ մեյքափ էլ անեմ։ Սրա վրա գլխարկ ենք դնում։ Չէ, դա մազերի տակից է լինում։ Այսի մազերի տակից է լինում, նա է։ Անվճար բոտեքսը։ Այս բերանը դու արեցի, թե ինքն է անի։ Սոնան, քանի որ այսօր ծնունդը տա, ես սենց առաջարկ ունեմ։ Հապա։ Դեմքը Սոնայի կիսենք, այս ձև, մի կեսը տանք Չարենցին, մյուս կեսը Աշխենին, տեսնենք 2 րոպեվա ընթացքում ով ավելի սիրուն մեյքափ կանի, համաձայն եք։ Չէ։ Ես գնացի։ Նստի, ասել եմ։ Համաձայն ես Տղա մեյքափ անողներ կան Հայաստանում։ Նոր են սկսել։ Նոր ես սկսել։ Բայց ես գիտեմ, որ դու տես նախաձեռնություն ունես next moa, այսինքն հաջորդը ես եմ։ Մեյքափ արտիստը։ Այո, դու ես։ Դու ընտրել ես ընդամենը 290 մասնակցից, ընտրել ես ընդամենը 3 հոգու։ Այո։ Եվ որպես հաջորդ սերնդի ներկայացուցիչներ, որպեսզի շատ լավ որակով արտիստներ ունենանք, նրանք կսովորեն Beauty Fabric-ում 6 ամիս եւ ներկա կլինեն մեր բոլոր գործունեություններին։ Կսովորեն եւ կունենան աշխատանք։ Ես կարող եմ լինել 4-րդը։ Պետք է կարողանաք ուղիղ գիծ քաշել։ Եթե հիմա ամեն ինչ ստացվի։ Եթե լավ ստացվի։ Եվ այսպես, Չարենցն ընդդեմ Աշխենին։ Պատմական դիմակայություն։ Հիմա ինչ ենք անում։ Սոն ջան, դու ամեն դեպքում հիշի, որ ձախ կողմ ունեցել ես։ Հիմա ինչ ենք անում։ Նայեք, սա կրեմ է լուսավոր գույնի եւ պետքա մի ուղիղ գծով ունքերը ներքևից ուղիղ դիստանանք։ Ուղիղ դիստանեմ։ Հա, ես հիմա անում եմ մի օրինակ։ Okay։ Դուք փորձեք նույնը կրկնել։ Պետք է այսպես տանել։ Հիմա Եվ կարողանանք տարածել, Ինչքան տարածել։ որ արդեն չխանգարի Ում։ ցարթիչների։ Ասենց ես եք սիրունանամ։ Մեզ դու գասնես տեստեմ։ Չէ, ես իրականում սիրուն։ Վերջացրու։ Քանի որ ես հաճլիկ եմ, ես էլ ես կողմից պիտի փորձեմ, էլի։ Քսե։ Սպասի, Սոնա ջան։ Կներես ցավը տանեմ։ Չէ, Մի դողցրա։ Դի տարածեմ, չէ։ Պայ, աբջան։ Պայ, ֆիքսացիա։ Պայ, կուրծքդ։ Տարբերություն կա։ Ընդհանրապես տարբերություն չկա։ Սա մեյքափը։ Որակով ես։ Չէ, բայց համաձայն չեմ, պետք է մի բան էլ անենք։ Ինչ անեմ։ Եկեք շուրթերը անենք։ Հիմա շուրթերն, հա։ Այդ կոնտուր ասվածը սա է։ Կոնտուր ասվածը սա է։ Ահա։ Առանց շեղվելու գծից պետք է կարողանաք գծել։ Իսկ պամադան արդեն կսած է լինում սա որ Հետո անում են են։ գցելու։ Ահա։ Իսկ պարտազիա Սոնայի աչքերը փակ լինի։ Դա ռեակցիա է բնական։ Ահա։ Հիմա Աչքերը փակ։ մի ծափարություններ ներքո վարպետը։ Բայց հիմա չեմ փակելու աչքերը։ Այսինքն Չէ, դու ինձ մի նայ, դու ունդեր նայ, դու որ ինձ նայես կլարվը։ Մարդու ստիլը տենց է։ Տենց ոնց եմ խզարում, նայ։ Պապայություն, նայ։ Այստեղ ես արդեն։ Չէ, Սոնա։ Չէ, դու տենց մի աշկով մի նայ։ Մաթեմատիկայից լավ եմ եղել։ Բրավո։ Մեյքափ Չարենցը ընդունում է հարսանեկան կապերներ։ Ձեր արսիկի գեղեցկությունը մեր մասնագետի ձեռքերում։ Մերսի Չարեզ։ Շատ լավ է։ Ես իզուրեն մրցույթ։ Ինչ։ Ես իզուրեն մրցույթ էի կազմակերպել։ Հա, հաղթող։ Չէ, լուրջ։ Next one դու ես։ Next one ես, կընդունեք ինձ։ Իհարկե։ Շատ լավ։ Ծափարենք Չարենցին։ Ստացվեց։ Են որ մեծեր ասում են, արեստա իմացի։ Պետք է գա։ Հիմա իմացի։ Վերջ։ Չէ, պետք է պամադա անենք։ Պամադա չարիք, այդ ինչ էր բա։ Մադի տեղ։ Հա, լավ։ Մեկ է պամադան։ Ես վերջի փորձությունն ասում եմ։ Բայց պամադան սես չէր, սենց որ բացվում է։ Աճել ենք։ Փոխվել է։ Ու ամենաբարդ գույնը, չէ՞, կարմիրը։ Այ հիմա པարզ կլինի ով կհաղթի։ Պետք է կոնտուրից դուրս չգաք։ Ես երբեք կոնտուրից դուրս չեմ եկել։
Որպես արդեն վարպետ ոնց կգնահատես Աշխենի աշխատանքը։ Շատ լավ։ Հիմա ես ինչ պետք է անեմ։ Ես Հիմա դու մատի պետք է տաշկին խզարես։ շարժվես։ Բայեմ։ Հասկացա գաղտնիքը։ Այստեղ մի քիչ։ Կոնտուրը չերևա։ Այստեղ մի Պետք է քիչ։ կոնտուրը չերևա։ Այստեղ Դե կաղ։ չտենց բաց կա։ Այստեղ կաղ։ Ամեն դեպքում աշխատես Չարենցը։ Ծափահարենք։ Սոնջան, ցավը տանեմ։ Կներես Սոնջան։ Ինչի համար։ Beauty Fabric Աշխեն Միշտ պատրաստ եմ։ Կոստանձյանի ծափարությունները։ Եվ ամեն ինչի պատրաստ Սոնա։ Եվս մեկ անգամ ծափարենք Beauty Fabric եւ Աշխեն Կոստանձյան։ Եվ եւս մեկ ինֆորմացիա, Աշխենը պատրաստվում է Beauty Fabric բացել նաեւ Glendale-ում, հա, Լոս Անջելեսում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այո, որովհետև արդեն տարվա կեսը համարյա լինում եմ այնտեղ ու աշխատում եմ, բնականաբար ինձ պետք են լավ թիմակիցներ։ Ստեղից է ստանելու թե այնտեղից։ Եթե ստացվի, իհարկե, կուզեի, բայց չեմ մեր հայրենիքի վնաս չտալու համար ձեզ կտանեմ պայման։ Ես պարզ նամյոկ։ Անպայման արդեն մի լավ Մաղթում ենք հաջողություն ձեր գործում, գեղեցկացեք մեր բոլոր աղջիկներին եւ այս բարձր ծափարությունները ձեզ ասեմ։ Բարձր։ Beauty Fabric Աշխեն Կոստանձյան։ Օլե չուձեսի պանա։ Սա ինչ է Աշխեն ջան։ Օլե չուձեսը։ Պատտեմ։ Ես վերել եմ ձեզ նվերներ։ Ահա։ Beauty Fabric-ը պատրաստ է դիմահար դարում անել բոլոր աղջիկներին ֆոտոսեսիաների համար ծրագրից, շրջանակներից դուրս։ Շնորհակալություն։ Մեր աղջիկները հենց հիմա ուրախությունից թռչկոտում են։ Շնորհակալություն Աշխենին եւս մեկ անգամ։ Բարձր ծափարենք։ Լուիզա։ Մեր հաջորդ հավանն եմ այս պահին կրկին ձեզ ներկայացնելու։ Կարջան մի րոպե, բարև ձեզ։ Կարաջան չենք կարա շարունակենք, որտեղ կուլիսներում խնդիր կա։ Ինչ է եղել։ Մաշան պատաբար Տոմայի ջինսն է ուզեցե հագնի։ Հիմա ասում եմ Gucci ֆիրմայի պոլիշոր կարող է պետք լինի։ Չէ, իրականում հիմա զանգել ենք Արցախ, տանեցիները տաքսիով ջինս են ուղարկում։ Այդ երկար կտվի։ Հա, դրա համար առաջարկում եմ մի բաժակ գցես, որտեղ ներվայնանում ես ինձ բանից արդեն ինձ որ։ Մի բաժակ գցեմ։ Հա։ Գորջան, ես ծնունդի եկած պատահական ընկեր չեմ, որ մի բաժակ sense գցեմ։ Չէ, Կարջան, ուրիշ բան մի հասկացի, եկեք բոլորով մի բաժակ գցենք, մանավանդ որ մարդիկ կան, որ այդ հարցում կարան մեզ այսօր օգնել։ Ապա։ Բարև ձեզ։ Ներկայացեք, խնդրեմ մի անգամից։ Ես Արմեն եմ Մաթևոսյան, անցյանում եմ 1880 Bar and More-ի բարմենը։ Bar and More, այսինքն եթե հայերեն թարգմանենք բար եւ ավելին։ Այո։ Բար եւ ավելինը ո՞րն է, ասենք, որ գալիս ես խմում ես, մեկի ծնունդը հարամ ես անում, վերջում ասում ես ավելին պատասխանի համար ներողություն։ Ամբողջ չկա դրա մեջ, բայց իրականում and more կոնցեպտը դա բավականին լայն տարածում ունի արդեն աշխարհում։ Իր մեջ ներառում է նաեւ թե խոհանոցային բարձր ուտեստների վերաբերմունք կուլտուրա, թե նաեւ իր մեջ ներառում է օրինակի համար բարձր կոկտեյլների հետ կապված սեգմենտների հետ կապված միջին ցածր եւ բազմաբովանդակ է։ Ինչու 1880, ասենք տեղից։ Քանզի մեծը նկարիչ Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականին, մեր հասցեն գտնում է Մոսկովյան 28, Մարտիրոս Սարյանի խճանկարի իմ այգին խճանկարի անմիջապես հարևանությամբ եւ նույնիսկ մենք մեր տերասը հարմարացրել ենք այդ խճանկարի էությանը։ Հա, դա մտածված էր, թե ուղղակի մտածված էր միանշանակ։ Տեղեր։ Էժան տարածք կար այդտեղ։ Էժան տարածքի հարց չի, պարզապես ստեղծածը եւ այն ինչ կար բավականին բազմաբովանդակ համադրվել է իրար հետ։ Ինտերիերը նույնպես հայրենական ոճի է։ Ինտերիերի հետ կապված ես կարող եմ փոխանցել Էնդին, հա, խնդրեմ։ Ծափարենք ներկայացեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լսում ենք ձեզ։ Ես Կրիստինան եմ, դիզայներն եմ 1880։ Կրիստինա, դուք եք արել ամբողջ դիզայնը բարի։ Այո։ Ինչպես եք արել, մտածել, նստել, այդպես որոնել եք, Pinterest-ից նայել, ֆլեշ եք արել, ո՞նց եք արել։ Միայն արել իմ ընկերուհու հետ, չէ, այո, Pinterest-ից օգտվել ենք միանշանակ։ Եվ փորձել ենք ավելի մթնոլորտը ջերմ ստեղծել, այսինքն ավելի տաք, ավելի իհարկե գեղեցիկ։ Մնացածը երևի կգաք ավելի լավ դուք տեսնեք։ Գալու ենք, պարտադիր կգանք եւ ներկայացեք դուք խնդրեմ։ Բարև ձեզ, ես Լևոնն եմ 1880-ի ավագ խոհարարը։
Ես սպասում եմ, որ ասեք տնօրենն եմ, ասում եմ միայն խոհարար, դիզայներ եւ բարմեն, ուրիշ բան պետք չի բառ ունենալու համար։ Փող, բան, փող դնող, փայատեր, տնօրեն, վարկ։ Ձգտում։ Okay, խոհարարն եք դուք, շեֆ խոհարարն եք։ Այո։ Կան այնտեղ ուրիշ խոհարարներ, օգնականներ, որ ասում են, այդ կանաչին կտրի լվա բերում։ Բայց դե շո։ Հասկացա։ Okay, ինչով է տարբերում բառ 1880-ի խոհարարական այդ ամբողջ աշխարհը, հա, ուտեստները այլ տեղերից, կարելի է հասկանալ։ Խոհանոցը ունի մոտ 70-ից ավել ուտեստ, 70 անունից ավել ուտեստ։ Ամեն մի ուտեստի արտաքին տեսքին, բացի համայնից, մոտենում ենք շատ մանրակրկիտ, նկարելով, շատ խորացված դեկորով եւ այլ տենց նշական փախած բաներով, հա, ասենց ասեմ։ Ուտելիքը նկարելով հեռախոսով, այսինքն պատրաստում եք։ Չէ, վրձինով։ Իմ լուրջ եք ասում։ Այո։ Իսկ ինչ են ծխում ձեզ։ Եղբայր, Լևոն ջան։ Այո։ Իմ ավակ խոհարարի եղբայր։ Մի հատ մեզ բարձ բացատրի։ Մարդը բանա պատվիրում, նկարում բերում եք, ասում եք կեր։ Չէ, ես շեշտեցի, ափսեի վրա դեկորն ենք նկարում։ Հետո Հետո դեկորի կողքը դնում ենք ուտեստը։ Այ այդ ուրիշ։ Ավակ խոհարարի կողմից կան, չէ, հաստատ տենց ուտեստներ։ Իհարկե։ Շեֆի կողմից։ Ունենք սեթ տախտակ, հա, որը կոչվում է հենց 1880 համ շեֆ խոհարարի կողմից։ Ներկայացնում է ոչ 1880 համ իրականում, բայց շատ գժական բաներ, փախած կրիվետկաներ, տենց բանանով, պանիրների տեսականներ, տապակած մեղրի ու թզի հատիկների մեջ։ Տապակած մեղրի։ Մեղրը տապակում։ Իրականում այո, մեղրը տապակում ենք շատ բաներ ասեցիք։ Չէ, ընդհանրապես մաչելի է այդ ամեն ինչը։ Այո։ Այսինքն պետք չի վարկ վերցնել գարձել մոտ հաշիվ քարերին։ Վարկ։ Գրիվետկեն հասկացանք, բայց մեղրը շատ թանկ է։ Չէ։ Շատ լավ է, նաև անունից սկսած ամեն ինչ ինձ հետաքրքրեց օրինակ։ Կարելի է քեզ հրավիրել բեմ արտակ, Արման ջան, համեցի։ Վարակիրները խնդրում եմ։ Հա, փաստորեն ձեր բառը բերել եք նաև այստեղ, այնտեղ բառ չկա հիմա։ Այնտեղ ոչ մարդ կա, ոչ բառին։ Չէ։ Կարմեն լինում է, որ ասեն գալիս նստում են բառի մոտ, կոկտեյլ են պատրում, կամ կոկտեյլ չեն պատրում։ Հիմնականում իմ մոտ տես տպավորություն է, որ բառի մոտ նստում ես, պետք է ասես «Hey Johnny, let's throw in that 50 whiskey»։ Այդպես են ասում իրականում «Hey Johnny»։ Կավբոյներ կրակում են իրար վրա։ Բառի միակ կավբոյը դա բարմենն է։ Սկսենք տեղից։ Զենքը մենակ կոմոտ, հա, Արման ջան։ Լևոն ջան, լանչ ունեք։ Լանչ ունենք։ Մեր լանչի առավելագույն րոպեն 18 րոպեն է։ 18 րոպեն պատրաստում եք լանչը։ 18 րոպեում արդեն հաճախ։ Թե նախորդ պատրաստում եք, տենց միկրովալնովքի մեջ տաքացնում, սենց տալիս եք։ Չէ, մեզ մոտ ամեն ինչ թարմ է, տեղում։ Երաժշտություն ունեք։ Ունենք։ Ինչ ոճի։ Ամեն մի օրը յուրովի, թե երաժշտության առումով, թե մոտեցումով, թե սպասարկումով, ամեն ինչի վրա ֆիքսված ենք, որովհետև ուզում ենք ստեղծենք այն ամեն ինչը, ինչը Հայաստանում այսօր մի փոքր պակասում է։ Շատ լավ։ Արմեն ջան, իսկ լինում է, որ բարի մոտ գալիս են, ասենք խմում են ու կիսվում են իրանց գաղտնիքներն են պատմում։ Հիմնականում տենց է լինում է, չէ։ Հին իշխանություններից հետ եկել են գաղտնիքներ պատմել խմել։ Բոլոր իշխանություններից, բոլորից։ Լավ, հիմա ինչ ես պատրաստում, գոնե ասա իմանանք։ Կարող է պրոստը զբաղվում ես։ Չէ, իրականում պատրաստում ենք երկու տեսակի կոկտեյլ։ Ես նախ ուզում եմ նշել, որ մենք ունենք 31 անուն կոկտեյլ, որոնք կարող եք գտնել միայն մեզ մոտ։ Սա ինքնագովազ չի, պարզապես սա մեր ստեղծած կոկտեյլներն են։ Խնդրեմ, կարող եք տեսնել բաժակը։ Կոկտեյլի անունը կոչվում է Edison։ Կոկտեյլի անունը Edison, իսկ տրվում է բաժակ լամպի մեջ։ Հա, Թոմաս Էդիսոնի։ Թոմաս Էդիսոնի, այո, կապակցություն։ Միանշանակ։ Եվ այս բաժակը, որը սառեցման փուլում է, նույնպես հոսանքով կոկտեյլ է, ինչ է։ Հոսանքով չի, բայց վստահեցնում եմ ըմպելուց, ըմբոշխնելուց եւ վայելելուց մտովի կվերադառնաք մանկություն։ Մանկությունում լույս չկար։ Էտա։ Լավ, ավատ։ Շատ լավ։ Հիմա փորձենք ձեր ծափահարությունները։ Այս բրազիլական պարեր հիշացնող շարժումը։ Այս շեյքատ է տվեր։ Ուզում ես երաժշտություն միացնենք, Արման ջան։ Այլևս հարկավոր չէ։ Հիմա փորձենք։ Ահա։
Սուրճ կա մեջը որ գույնը այսպես։ Սուրճ կա։ Այո։ Բայց բարմենները գաղտնիքներ բացում են, թե ամեն մեկը։ Հա, ինքը կոկտեյլը բաց է, թափանցիկ է։ Ում ենք հյուրասիրելու այս կոկտեյլը։ Մարդ կա որ ուզում է խմի։ Հա, ձեր աչքի դեմ պատրաստված Աշխեն ջան։ Ունենք արդեն։ Հա։ Մի տեխնացու ունենք։ Աշխենը ունենք էլի տեխնացու ունենք։ Հա։ Աշխենը եւ Արգարժան պարոնը։ Արգարժան պարոնը դու տեղյակ ես ինչքան է մեր եթերային ժամանակի գինը։ Այսքանից հետո ինձ թվում է ուղղակի էսի պետքա բացել։ Սվարկա ենք անում։ Պատրաստ եք։ Վերջ պատրաստ է։ Դե ձեր բարձր ծառայություններին։ Ես կարող եմ այս կոկտեյլը հյուրասիրել Աշխենին։ Ես որպես վաստակավոր մատուցող Այո։ Սա, բայց խոսք էր տվել, չէ՞ ինչ-որ մեկին։ Հա, բայց ո՞նց են խմում ես տենց։ Ուզում եք տենց խմել։ Ես խմեմ, գցեցին վրա։ 1880 բար and more մեր ծափարությունները։ Շնորհակալություն ձեզ։ Իսկ ձեզ համար այս ընթացքում մի բաժակ գցում էին Չարենցը եւ Գորը եւ բոլորը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հաջորդ համարում մեր մասնակիցները օգտագործել են մեր մեծ բեմի ընդամենը 1 քառակուսի մետրը։ Եվ այսպես պատկերացնենք աշխարհի ամենափոքր բնակարանը։ Պոնչ Զիրոյան Զարա ձեր բարձր ծափարությունների ներքո գնացի։ Մորջանի չլավարեցիր, որ ես երկրորդ հարկն էլ գցեցիր, թե չէ ինչեր են ժամանակ մեր վիճակը, այսեցինք տան մեջ ման գալիս, հեսա լուստրեն էլ կգցենք, վերջնական իրա տեսքին կգա։ Մանիկ ինչ լուստրա, դու մորացել ես, որ մենք շատ փոքր տան մեջ ենք ապրում, եթե ուզում ես լուստրա կախենք, պետք է երեխու մազերը կդրենք, եթե ուզում ես դրան վրա ռուշ կալնի, պետք է երեխու կույրաղիկը հանենք, մենք ապրում ենք մի քառակուսի տան մեջ, որտեղ մեր տղեն հանդիսանում է գիպսագարդոն։ Ու բաժանում է զալը կուխնից։ Ենքան ես մի ոտի վրա կայն է, որ տղուտ ասեմ արագինլա, քեզ բերեկը հավատա։ Բավոր ուզում եմ տղուս է թակու խոսամ, արա։ Բաժակը դնում է գլխիտ ուզում է լսի։ Արա, ես ես տան մեջ չեմ կարում մի հատ իմ սրտով հարփեմ։ Գիտես խի։ Խի։ Որտև հետ տալու տեղ չունեմ։ Կյանքիս երազանք տարա բեղ պահեմ, արա, բայց չեմ կարում, որտև ես ոչխարը խտիկ ունի։ Այդ խատիկանատ խոսա է, անենց ես գորում ես ասախ կավելները կթավի կախիս։ Մանիկորս չեք տեսել, մանիկյուրս ուր է։ Հլը դարագը նայի։ Դարագը։ Այս դարագը յուղի ճռոց հա գալիս։ Սով այս ներդ պահին։ Ալո է։ Ինչ? Ինչա։ Ասմա տեղդ փոխի ձեմետ կդրտում ա։ Սպաս փոխեմ։ Լավ, եղավ։ Ով էր պապ։ Տուն առնողներն էին։ Եվ են գալու։ Արա ասմա երբ որ տունը չլնենք։ Տղա ջան, քոյն բանակի արցին չեղավ, երբ ես գնում բանակ։ Դե մամ դասավորեցի, որ չեթամ բանակ։ Արա, կստղացի այդ ծերտ։ Հելի գնա բանակ, թո եմ աղբեր էդ բանակից գատուն, արա։ Ու երեսից 5 տարյա ծարայում ա խեղջերետ։ Հա, բալես, եթե բանակ չես ուզում գնաց, գոնե ամուսնաց երեխա ենք ուզում, թորնիկ ենք ուզում, մենք էլ ենք թոր ուզում, որ էդ երեխեն վազվզի, ստեղ տասախ ջարդը պիսրի, ապականի սաղտունը։ Բայց վիլլաները ում համար եմ սարքի, արա։ Պապ, ես չեմ ուզում ամուսնանը։ Ավելի լավ այն թազա տելևիզորներից առնենք։ Արես, տան մեջ տելևիզորի տեղ կա,
Այդ ցավտանը ինչ հետա մնացես, պապ։ Այն հին տելևիզորները չես, թազեկից եմ ասում, որ այսքան տեղած բաղացնում։ Հոպ, հենց տան մեջ այսքան տեղազատվեց, դոշերից եմ առաջ տալու։ Շուտվանից հերթի մեջ եմ։ Լավ է։ Պապ։ Կլինի մի քիչ տունը առաջ տանք։ Տղա ջան, տունը ինչի հաշվին առաջ տանք, մորդ հաշվին, թե իմ ներվերի հաշվին։ Ո՞ն է Միքայել։ Տղա ջան, եթե դու ուզում ես մի քայլ առաջ գնաս, պետք է մտնես իմ քայլ, ու տես կամած քայլար ծիխարի առաջ գնաս։ Պապ, այ պապ, որ տունը մեծացնենք։ Ես փոքր ապերիկ կունենամ։ Բալես, դու երբեք չես կարա փոքր ապերիկ ունենաս։ Ինչի՞ մամ։ Որովհետև դու ես տան մեջ շատ սխալ դիրք ես գրավում։ Տեսամ։ Արագ ստացի։ Մորդ գիտես ինչքան վախտա չեմ տեսել։ Ինչ չանեմ, պապ։ Պապազի։ Վախ։ Բարև։ Բարև կյանքս։ Ոսկան ջան, քանի դու ինձ ես կրկոտ նայում ես, մի բան խնդրեմ, էլի։ Ասա։ Ինձ մի հատ լվացքի մեքենա կառնես տեխնիկայի խանութից։ Հաջող։ Երեք տան մեջ ծխում էիր, հա դու։ Ո՞նց կարամ ես այս փոքր տան մեջ ծխեմ, պապ։ Հենց այդտենց արա թաքուն ծխում էիր, էլ լակոտ։ Որտե՞ղ եմ ծխել, պապ։ Այստեղ կայնեք ծխում էիր, արա։ Արա շատ լպիր գադա դուս եկալ։ Տեսամ։ Աշկիս վախտը, որ ես քեզ հայրական խորհուրդներ տամ, ոնց որ ժամանակին իմ հերը տալիս էր ինձ։ Ուրեմն կա արտահայտություններ ես կյանքում, որ քո դեպքում չի գործում։ Օրինակ, տնից լավ տեղ չկա։ Սուտա, լյուբոյ տեղ քումր ավել լավա քան տունը։ Երկրորդ, տաղուտ երեխուտ, կյանքում չասես, որ դպրոցը իր երկրորդ տունն է։ Սուտա, դպրոցն իր առաջի տունն է։ Այ մարդը սպասի էլի։ Ինչ ես այս երեխու գլուխը անկապ բաներով լցնում։ Դեմը ձմեռա, պետքա զակատները լցնենք ընդեղ։ Կարոջի քունս տարավ, ես քնա։ Աղջի, ասեմ յանի քանի քնելը կարող է տալալայ Ամեն անգամ էդ ես ասում, բայց չենք կարում իրականացնենք։ Ես ձևը գտել եմ։ Հա? Լուրջ ես։ Սպասի։ Շատ խիտրի ես, հայ։ Վայ, քուարա, սխալ ռաշոտ է, հա։ Ես հիմա ես ինչ անեմ։ Խոյետեմ, ես ինչ անեմ։ Աղջի, ինչ պետք է անեմ, ես պետք է անեմ։ Սենց երեխեն Ինչպիսը։ Արա դե լավ էլի, ես կան գծակվել է էլի սենց է լավ։ Ես որ է չէ, լավ, ես մի հատ ձև եմ գտե։ Մյուս անգամ սրա քունը որ տանի, նենց արա քո ուսին քնի, այդ վաղ դու ես սաղ տոշտի կարմարցել ենք, ծավը, Դորակալություն, Զիրոյան, Զարա։ Իսկ մենք շարունակում ենք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին։ Շնորհակալություն ենք հայտնում Թեղենիս ին հյուրանոցային համալիրին, որը գտնվում է Ծաղկաձորում։ Շնորհակալություն ենք հայտնում Quiz եւ Access Rice խանութ սրահներին։ Շնորհակալություն New Yorker խանութ սրահներին համագործակցության համար։ Շնորհակալություն Beauty Fabric գեղեցկության սրահին մեր աղջիկների դիմահարդարումը ապահովելու համար։ Շնորհակալություն Մելինե գեղեցկության սրահին մեր աղջիկների վարսահարդարումը ապահովելու համար։ Շնորհակալություն Թադեոսյան London Armenia բրենդին, որը գտնվում է Հյուսիսային պողոտա 12 հասցեում, եւ իհարկե շնորհակալություն Women's Club-ի ոճաբան եւ դիզայներ Արայիկ Գաբաջյանին։ Սիրելի հանդիսատես, սիրելի հեռուստադիտող, Women's Club-ի հերթական հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Նմանատիպ հիասքանչ երեկո դուք կարող եք ակնտրել Շանթի եթերում ուղիղ 1 շաբաթ անց ժամը 21:00-ին։